Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում է «Արհեստներ եւ մասնագիտություններ» հաղորդաշարը եւ այսօր մենք գտնվում ենք Գյումրի քաղաքում եւ կայցել ենք Lentex ֆաբրիկա եւ կներկայացնենք ձեզ, թե ինչ գործունեություն է ծավալում Lentex ֆաբրիկան։ Lentex սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հանդիսանում է խոշորագույն տեքստիլ արտադրողներից մեկը Հայաստանում։ Գործելով 2002 թվականից Գյումրիում ներկայումս հայկական եզակի գործարաններից է լիովին հագեցած գուլպաների, զուգագուլպաների, տրիկոտաժի եւ հագուստի տեսականիով, որը բավարարում է նորածիններից մինչև մեծահասակների պահանջները, ցանկացած ճաշակի, ձևի, երանգի, չափսերի եւ եղանակի։ Ընկերությունը սպառողներին ներկայանում է Viva, Dani, Lentex եւ Oletti բրենդներով։ Դերն ներկայացնում Lentex ընկերության զուգագուլպաների արտադրամասը։ Ինչպես տեսնում եք, ամբողջ արտադրամասը կոմպլեկտավորված է ժամանակակից արտադրողականություն ունեցող մեքենաներով, կեր արած, կեր արտադրողական մեքենաներով, իտալական մեքենաներ են, շատ բարձր համբավ ունեն աշխարհում նման մեքենաները, Lonati ընկերության մեքենաներն են, որոնք մեզ թույլ են տալիս ստանալ այն տիպի գործվածքները, այն տիպի գործվածքի տեսակները, որոնք սովորական հին մոդելի մեքենաները մեզ չեն կարող ապահովել նման որակը։ Տվյալ դեպքում այս մեքենաների տեսակավորում ունենք, այսինքն կախված են նրանք եւ ասեղի քանակներից, եւ նրանց ցիլինդրներից, դիամետրներից, եւ նրանց արտադրական տարբեր պրոցեսներով, եւ մեզ այս մեքենաները հնարավորություն են տալիս գործել 8 տեն հաստությունից մինչև 150 տեն հաստության գործված զուգագուլպա։ Եվ ունենք երկու տեսակի մեքենաներ, որոնք գործում են հարթ գործվածքներ եւ ունենք նաեւ նախշով, դա հիմնականում կանացի զուգագուլպաների համար եւ մանկական տեսականու համար գործվող զուգագուլպաների համար։ Կարող են գնալ տեսնել գործվածքները։ Դուք տեսնում եք Lonati ընկերության գործող մեքենա, որը գործում է կանացի զուգագուլպա, մեր զուգագուլպաներն են, մի րոպե ձեզ ցույց տամ։ Ինչ է իրանից ներկայացնում գործվածքը, դա մնացիկ գեղեցիկ նախշով զուգագուլպան է, մեքենան գործում է մի ոտքը և ոտքի վրա առկա են նրա կտրելու տեղերը, դա հետագայում արդեն պրոցեսները անցնելով կարվում է, մեջքն է կարվում, քիթն է կարվում, ներգվում է և երկու ոտքից ստանում է զուգագուլպան։ Այս բազում տարիների աշխատանքային փորձը արդեն մեզ հնարավորություն է տալիս մրցել այնպիսի ճանաչված ֆիրմաների հետ, եվրոպական, նաև ռուսական, բելարուսական, քանի որ արդեն տեխնոլոգիական պրոցեսները մենք ամեն օր մեզ համար դա մի խնդիր է, որովհետև ամեն օր մենք կամաց կատարելագործում ենք, այսինքն ամեն օր մի մարտահրավեր է մեզ ստանալ ավելի լավ, ավելի դիմացկուն, ավելի բարձր որակով եւ քիչ ծախսերով, քիչ մտավոր եւ ֆիզիկական եւ ֆինանսական ծախսերով մեր արտադրության մեծ մասը արտահանվում է, Ռուսաստան է գնում, Կազախստան, տարբեր երկրներ։ Այսքան տարիների ընթացքում մենք կարողացել ենք մեծ դիրք գրավել ռուսական շուկայում, քանի որ մեր բրենդը արդեն ճանաչվում է Ռուսաստանում
ունի մեծ պահանջարկ եւ դա ապացուցում է, որ մենք ճիշտ ենք աշխատում։ Մենք աշխատում ենք որակի վրա։ Եթե գնորդը նույն որակի երկու զուգագուլպա է վերցնում, բայց տարբեր գնային, եթե նույն որակն է, ինչի՞ դի ավել վճարի։ Այսինքն ստեղ նաեւ դա այն հարցը, թե մենք որակով ապահովում ենք, բայց ինչ-որ մի գնային տարբերություն կա, դա էլ է մեզ օգուտ։ Դա նաեւ օգուտ է մեզ, մեր արտադրությանը, մեր քաղաքին, պետությանը, որտեղ ներկայանում ենք Հայաստանը, ներկայացնում ենք այս ոլորտում, այս հետևածությունաբերության ոլորտի որոշ մի հատվածով մենք ներկայանում ենք արտասահմանը։ Դրա համար պետք է ներկայանալ բարձր որակով։ Նաեւ ուզում եմ ձեզ ներկայացնել մեր վերջին նորաստեղծ բրենդը, կոչվում է Olexi, դա 3D գործվածքով, 3D finishing գործվածքով արտադրանք է, զուգագուլպա է, որը մենք շատ տանջանքների անցնելով, շատ փորձություններ անցնելով կարողացանք ստանալ այս գործվածքը, այն իրենից ներկայացնում է գեզ իմաստուն զուգագուլպա, ընտրել ենք շատ օրիգինալ դիզայներական տուփ, որը դեռևս Հայաստանում առաջինն է, ունենք մենք հոլոգրաֆիկ պաշտպանիչ նշաններ, կերպիկներից խուսափելու համար, ոնց ասեմ, փորձենք բացել նա։ Այսպես է բացվում։ Ամեն տուփի մեջ զուգագուլպան ունի նման գեղեցիկ փաթեթավորում, այս տիպի զուգագուլպան ունի հատուկ կայման ծեր, որը ներկայացված է թե նման բուկլետում, թե կարող եք նաև ինտերնետում, եթե նույնիսկ հարցեր ունեք ու կարող եք մոտենալ ցանկացած մեր խանութների աշխատակցում, նա ձեզ կասի ոնց է պետք անել։ Ինչպես տեսնում եք, այս զուգագուլպայի գաղտնիքը որն է, խնդրեմ նա ծագեք դուք։ Ինչ արեցինք մենք, մգրադով ծագեցինք զուգագուլպան և տեսնում եք հատ չի գնում։ Երևում է։ Այսինքն նրա գործվածքը այնքան պինդ է, որ չի թողնում քանդվել ամբողջ շղթային։ Եթե սովորական գործվածքով զուգագուլպան ծագենք և այսպես խփենք, նույն ժամանակ նա հատը կգնա, իսկ սա նման բան չունի։ Սա արդեն Հայաստանի զուգագուլպաների շուկայում ռևոլյուցիա է, որը առաջինը կարողացանք մենք ստանալ։ Հուսով եմ մեզ ոնց ասեմ, մեզ բրենդից օգտվողները կգնահատեն։ Նաև մեր բրենդի մեջ կա Դանի ապրանքանիշը, ունենք Viva ապրանքանիշը, այդ ապրանքանիշերը նույնպես տարբերվում են թե իրանց գունային տարբերությամբ, թե իրանց հաստությունով, թե իրանց կայման ձևով, այսինքն ունենք սովորական զուգագուլպաներ, ունենք push up, այսինքն с эффектом подтяжки, այդ զուգագուլպաները ունենք բազում տեսականի, որով մենք կարող ենք գոհացնել ժամանակակից կանանց ցանկությունները։ Նաև կարող ենք գնալ ցույց տամ ձեզ մանկական զուգագուլպաների արտադրությունը։ Նաև ունենք շատ գեղեցիկ մանկական զուգագուլպաներ տարբեր նախշերով, մեր փոքրիկ սպառողների համար նախատեսված, մտնում ենք այս ոլորտում նույնպես գրավել առաջատարի դիրքերը, քանի որ մանկական զուգագուլպաների շուկան էլ մեծ պահանջարկ ունի թե Ռուսաստանում, թե Հայաստանում եւ փորձում ենք ամեն կերպ համապատասխանել թե եվրոպական ստանդարտներին, թե եւ ռուսական եւ համաշխարհային ստանդարտներին տվյալ զուգագուլպաների համար, այսինքն ինչ եմ դա ուզում նշել, որովհետեւ մանկական զուգագուլպաները լրիվ ուրիշ կերպ ենք մենք ստանում, որ լինեն հատուկ հստակ չափսերի։ Ինչպես տեսնում եք, նաև մեր արտադրված զուգագուլպաները կարվում են տվյալ մեքենաների միջոցով, նույնպես բարձր որակի մեքենաներ են,
ապահովում են բարձր որակ, կարի որակ, կարը մեզ համար դա շատ կարևոր նշանակություն է, որովհետև եթե կարը ամուր չեղավ, արդեն զուգագուլպան իր իմաստը կորցնում է։ Տարվում են մեր աշխատակիցների կողմից, չեն շտաբում, ամեն մի գործին մոտենում են յուրովի, ամեն մի տեսակի գործ կարվում է իր յուրահատուկ մեքենայով։ Այս տեղամասում կատարվում է զուգագուլպաների եւ գուլպաների կաղապավորումը բարձր ջերմաստիճանով, բարձր ճնշման գոլորշիով, որը ներգված զուգագուլպային արդեն տալիս է իր ապրանքային տեսքը։ Տեսնում եք, բոլոր պրոցեսների մեծ մասը ավտոմատացված է։ Ստանում ենք տարբեր դիզայնի, տարբեր ձևերի կարճ, երկար, հաստ, բարակ, հետաքրքիր ավելի շատ փորձով տեղամասում է աշխատելը, ինձ թվում է, այստեղ արտադրում ենք շատ բարձրակարգ ռեզիններով, հիմնականում երակային խնդիրներ ունեցողների համար, որպեսզի խնդիր չկա, շատ հարմարավետ ռեզիններով գուլպաներ են, ամառային, բամբակյա, շատ հարմարավետ ռեզիններ են։ Սրանք կոնկրետ արհեստական թելերն են, որոնք մենք օգտագործում ենք նախշերի մեջ, հիմնական գործելու հիմքը չէ, թելի հիմքը չէ, ինքը ուղղակի նախշերի համար ենք օգտագործում, գեղեցիկ նախշեր ստանալու համար, իսկ կոնկրետ իհարկե թելերը լինում են եւ արհեստական եւ բնական թելերը, ասենք բամբակը, վուշը, մեդաքսը, հիմնականում արհեստական թելերը օգտագործում են գուլբայի մեջ ամրացնելու համար, ասենք կրունկները ամրացնելու համար ու շատ քիչ կոնկրետ սրանք նայլոններ են, նայլոններ կան էլ արհեստական չէ, ունենք եւ արհեստական պոլիամիդ եւ նայլոն։ Այս թելերը օգտագործում ենք նախշերի մեջ, իսկ հիմնական հիմքը գուլբան փորձվում է կամ բամբակյա, կամ բամբուկե, որակյալ թելերը։ Այս լատեքսներն է, գունավոր լատեքսներ ունենք, որոնք արտադրվում են մեր իսկ արտադրությունում, մենք ունենք նաև լատեքս արտադրող ու արհեստական թելեր արտադրող արտադրամաս, որոնք մեզ ապահովում են լատեքսով ու արհեստական թելերով։ Գուլբան ծնվում է գուլբայի փորձով տեղամասից։ Գուլբան արտադրվում է մեր մոտ բնական թումբով, բամբակյա գուլբաներ ենք արտադրում, կանացի, տղամարդու, մանկական, հարմարավետ ռեզինով։ Առաջին հեշտին մեքենաները մեր մոտ ավտոմատացված մեքենաներ է, ունենք Հայաստանից բերված թումբ, ունենք Ռուսաստանից բերված թումբ։ Կոնկրետ հիմնականում մենք աշխատում ենք հիմնված ենք բամբակյա գուլբաների վրա, որովհետև առողջության տեսակետից բամբակը ավելի օգտակար է։ Թելը թրվում է մեքենայի վրա, մեքենային տալիս ենք ծրագիրը, այսինքն մեզի ինչ գուլբա է պետք։ Այդ գուլբայի տեսականու համար, ասենք ինչ-որ նախշավոր, դիզայները հավաքում է նախշը, մուտքնագրում ենք մեքենայի մեջ ու ստանում ենք համապատասխան գուլբա։ Կարող ենք հիմա քննալ կարի տեղամաս, դիստանք ինչպես է կատարվում կարը։ Գուլբան փորձելուց հետո
պետք է կա կարի տեղամաս, որտեղ պետք է կարեն թուրբայի, այսպես ասած, հատիկ հատվածը, որպեսզի վերջնական թուրբան ստանա իր տեսքը։ Հիմա մենք կարող ենք հենց այս թուրբաները տանել արտուղի տեղամաս, որտեղ վերջնական ձևավորվում ու թուրբան ստանում է իր վերջնական տեսքը։ Այստեղ ունենք անշարժ արտուղներ, կոչվում են անշարժ արտուղներ, որտեղ նույնպես կատարվում է թուրբայի վերջնական ձևավորումը։ Բայց կոնկրետ այս թուրբան հիմա կարգենք շարժական արտուղի վրա։ Նայեք, թուրբան գործելուց կարելուց հետո գալիս է այս տեղամասը, ինքը ունի այսպիսի տես, իսկ արտուղից հետո ունենանք իրան արդեն լրիվ ձևավորված, վերջնական ձևավորված։ Ասեմ, որ թուրբայի մեջ հիմնական շատ կարևոր է նաև վերջնական մշակումը, այսինքն արտուղը գեղեցիկ տես ստանալու համար։ Մեկ թուրբան արտուղվեց, ստացավ իր վերջնական տեսքը։ Մենք արտադրում ենք նաև մանկական զուգակուրբաներ, սա 0-ից 6 ամսականից մինչև 10-12 տարեկան։ Մանկական զուգակուրբանները նույնպես արտադրվում է համարյա թելի։ Այսօրվա համար այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, մինչ նոր հանդիպում։ Հաջողություն։